Լաբորատորիաները եղել են տարբեր հարկերում, հիմա բոլորը արդեն մի հարկում են, նաև կան նոր ստեղծված լաբորատորիաներ, ստեղծվել է այս օպտիկայի ֆոտոնիկայի կենտրոն ընդհանուր կենտրոնն է ստեղծվել ու դրա մեջ էլ նաև օպտիկական միկրոհամակարգերի մշակման ու հետազոտության լաբորատորիա։ Այստեղ սեմինարների նաև դասապրոցես է լինում, ու հիմա արդեն Մեր պրոֆեսորն են համոչոպեց։ Հիմնականում հերձյուրերների լաբորատորիան է։ Ինչպես է ձևակերպվում այն հարցը եւ ով է ձևակերպում այն հարցը, որը պիտի հետազոտվի։ Հիմա բարձր որ միշտ եղել է թեման, բայց հիմա կոնկրետ հետազոտությունը Իրաք հետազոտողներն են որ հարցի պատասխանն ենք ուզում գտնել, այդ հարցը ով է ձևակերպում, գրանտային թեմաները, այդ պրոցեսը պարունակում է հիմնականում ներքևից վերել են, այսինքն հիմնականները իրաց գիտական հարցումների հիման վրա ծրագիրը գրում են ու օրինագիտության կոմիտեի քննարկումը գրախոսների եւ այլն որոշում են։ Այսինքն միայն այդ ուղղությամբ իզնինում է այդպիսի թեմա, որ բարձրագույն գիտության կոմիտեն ասում, որ ես հայտարարում եմ դրամաշնոր այս թեմայով, այս թեման տարի առաջի անգամ ունենալու ենք նման մրցաշատելում, գերատեսչության ներկայացուցիչների գիտնականների եւ առանձնացրել ենք թեմաների վերնագրեր, որոնք հենց պետության տարիքներից են։ Պետության տարիքների տարբերելու նախաձեռնությունը կամ նախնական միտքը գիտնականներից չէ, գերատեսչություններից է։ Գերատեսչությունները թեմաները, գիտնականների հետ պարզապես այդ թեմաների վերնագրերը գիտական թեմայի վերնագրի տեսքի են։ Դե հիմա մտքերը հանել են։ Իսկ մենք այդպիսի մտքեր ունենք, որ մենք նաև փորձենք տնտեսությունից հավաքել հարցեր եւ այդ կամուրջը։ Չնայած ենթադրվում է, որ նախարարություններն են իր գերատեսչությունները իրանց հերթին էլի տնտեսությունից են վերցնում, բայց նաև ուղիղ կապը, որպեսզի նաև իրական տնտեսությունը գիտության ֆինանսավորման իր մոտիվացիան գտնի եւ տեսնի, որ ինքը կարող է սկսած ամենապարզ արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրում անել եւ հավատա, որ Հայաստանում կա այդ գիտական ներուժը, որ իրանք կօգնի այդ հարցի պատասխանը գտնել։ Ամբողջովին հիմա օրինակ PMI Science-ը մաթեմատիկային բավականին հետազոտություններ պատվիրում է, սինոպսիսը ֆիզիկների մեջ կա համագործակցություն, բայց ավելի մեծ մասշտաբով համաձայն եմ, որ tech transfer office-ների գաղափարը պետք է առաջ տանենք, որը կոմիտեն աշխատում է հետևության, որ tech transfer-ները են, այսինքն գիտական արդյունքը դեպի տնտեսություն, տնտեսությունը իր հետին պատվիրիչեցնի դեպի գիտություն։ Այստեղ ուսումնական հատված է հիմնականում։ Վերջին 3 տարում համալսարանի կառուցում 25 ուսումնական լաբորատորիա, 25 մեր ուսումնական եւ 15 գիտական։ Անընդհատ արդյունք է, քիմիան, որ հիմա չենք այսօր այցելելու, բայց եթե քիմիան որ մտնենք, կտեսնենք ինչ պայմաններով ստեղծվել քիմիան, ուղղակի այն ամենաբարձր ստանդարտներով։ Այստեղ նոր նյութերի հետազոտության է, նոր տեսակի նյութերի, որոնք բնության մեջ չեն հանդիպում, ու դրանց տեխնոլոգիական կիրառությունները շատ լայն են, սկսած համակարգչային նոր տրանզիստորներից, վերջացած նոր օպտիկական հատկություններով նյութերի ստեղծման եւ այլն։ Այս սարքը բավական թանկարժեք սարք է, վերջերս ձեռքբերվել գիտության կոմիտեի միջոցներով Եվ միանգամից կապված է համակարգչի հետ, այսինքն միանգամից արդյունքները գրաֆիկների Ասում են տարածաշրջանում չկա այս սարքը։ We should dock the materials with some fluorescence dyes because this is a fluorescent microscope. Կարևոր հատկությունից նրան է, որ եռաչափը կարող է կառուցվածքներ ստանալ։ Այստեղ հիմնականում օպտիկա, լազերներ, մենք այստեղ ունենք տարբեր հետազոտական ուղղություններ, քնջերի կառավարման, օպտիկական աշխատանք, հիմնականում մեծ մասը հեռանկարային
տեխնոլոգիաների նկատառումներ, որպեսզի ուղղված են ապագայի տեխնոլոգիաների քնջերի կառավարման, ազդանշանների մշակման, օպտիկական համակարգիչների ստեղծման, այսինքն եւ ուսանողները եւ այսինքն ուսանողներ են առումով, որ մագիստրատուրայի բակալավրի վերջի կուրսի ուսանողները կարող են դիմել մեր լաբորատորիայի կամ կենտրոնի մյուս լաբորատորիաներին, որ զբաղվեն հետազոտությամբ իրենց մագիստրական կամ բակալավրի թեզերը գրեն։ Մասկանան սրանք նոր ստեղծված հնարավորություններ են, այսինքն կամ զարգացող հնարավորություններ են, որ նախկինում կամ չենք ունեցել, կամ մասամբ ենք ունեցել։ Սրանք բոլորը նոր ձեռք բերված սարքեր են, իրանք բավարարում են միջազգային մակարդակի օպտիկայի լաբորատորիայի սարքերին, օրինակ այս սեղանը ինքը 1 տոննայի չափ է վերստեղ հասցրել, որտեղ ինքը հատուկ ստաբիլություն է ապահովում, կապը օդի պնևմատիկ համակարգ կա, որ վիբրացիաների սպասում։ Այս սարքավորումները նաև մեզ թույլ են տալիս ինտեգրվել միջազգային գիտական Արդեն ինտեգրված են, որտեղ նաև բոլոր ծրագրերի պայմանների պայմաններից կոլաբորատորներ շատ բարձր որակի Դեսպուտան տողարաշի և կոնդենսատորով այս թերմոնգերությունը ինքն ամեն ներքին մծիկին մասնակցում, հատակարար չի եկել, այսկն ներողացված արժետի արկ չկա և շահի չկա։ Այսինքն սա բյուջետային ծրագրերով։ Բյուջետային ծրագրով ամեր կապիտալ ծախսերի։ Իսկ միայն սա, թե նաև նախկինները։ Ահագին կային, ինչ-որ ասում են կոմիտե իրականում դա մեր ծրագիրն է։ Ամենաթանկամոտ սարքերը պետության։ Բայց Դա նորմալ փոքր բաներն է։ սիներգիա է, ինչքան մեծերը այսինքն մենք են որ կառավարության նիստերում ասում ենք, այսքան հիմա նաև բյուջեի կատարման հաշվետվություններ, չէ՞ քննարկելու, այսքան էս, հենց իրանց մասին։ Ավարտել անցյալ տարի 440 միջազգային դրախոսում ֆորմատից այս տարի ասենք համարյա 700 ունեցան։ Դա բացարձակ ռեկորդ է։ Դրանք ստան վարկանիշավորման այլ։ Բայց այդ հնարավորը նաև այդ սարքերի Չլիներ այս ամբողջ Չէ, չլիներ այս սարքերը այսքան ներդրումը պետության, այդ արդյունքը չլիներ։ Վերջի 2 տարվա մեջ 50%-ով ավելացել է դիմորդների քանակը։ Դրան զուգահեռ 50% ավելացել է դարձել ինչքան 47-ից 69 դիմորդ։ Բավական մենք ունենք 60 տեղ ներկայիս, որոնցից 40 անվճար, 20-ը վճարովի, 69 դիմորդ ունենք ու սովորաբար տեղեր ասեն 2 տարի տանկից չունեն ռեկրեացիոն։ Դրան զուգահեռ երկու կրթական ծրագիր, մեկը մագիստրատուրան, մեկը բակալավրիատը, միջազգային հավատարմագրում հանց է գերմանական ասին կազմակերպության կողմից։ Սա մեր լաբորատորիան է դիտական։ Իդեպ վերջին 3 տարվա մեջ մոտ 1 միլիարդ 500 միլիոն դրամի սարք սարքավորում է եկել մեր ֆակուլտետը։ Ու այս պահին գործող դրամաշնորհների քանակը 1 միլիարդ 500 միլիոն։ Այսինքն իհարկե 3 տարանոց, 5 տարանոց, բայց մեր ֆակուլտետը շատ գերակտիվ վիճակում։ 50-ից ավելի միշտ դրամաշնորհ ունենք։ Ուսանողների քանակը մոտ 300 բակալավր, 100 մագիստրոս եւ 23-24 ասպիրանտներ եւ հայցորդներ։ Այսինքն այստեղ բան այդ կարգի ակտիվություն ոչ մի տեղ չկա։ Տարբեր սարքավորումներ ազատության կոմիտեի կողմից տրվել եւ տարբեր հետազոտություններ արվում, տարբեր կամպանիներից, մշակարարի կամպանիների կառավարողություններով, Մարենց էլեկտրական Դեկան անդրներ, որոնք որոշության կարգավորում են, բայց հիմա այստեղ կան հատուկ ֆերմերներ, որոնք ներառյալ ուղղակի սա իր փոքր մասշտաբով։ Աշխատանքային վիճակի լավագույն օրինակը վերջին 2 տարվա մեջ ՄԳՇ-ի միջազգային գիտական շտեմարանները տպագրված հոդվածների քանակը 2.5 անգամ ավելացել։ Այսինքն 59-ից դավել է 149։ Web of Science, Scopus եւ այլն։ Որտեղ այս պայթյունությամբ գնահատման համար ամենալավագույն օբյեկտիվ ցուցանիշ է դրսում բարձր որակի ժուրնալներում ամսագրերում տպագրվել։
Սա արդեն ամբողջությամբ Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված լաբորատորիա է, սարքերը այստեղ համալսարան ամբողջությամբ վերանորոգումի նկատել, ոչ կդնմա եւ այս ենթակառուցված գործողության եւ այլն, բայց սարքավորումների եւ խաղույթը եւ մնացած ամեն ինչը կոմիտեի եւ տարբեր դրամաշնորհների միջոցով էլի բավականին այսպես լավ սարքավորում։ Այստեղ կարող եք տեսնել տեղադրված կենսասենսորներ, որոնք ավտոմատ ձևով չափում են այս մորասինկերի աճը ու այդ տարբեր արգելակիչները ինչպես կարող են ճնշել դա, որը կարող է կիրառվել օրինակ այդ արտադրությունները խթանելու համար եւ այստեղ համակարգչով հետևում ենք իրենց աճը, ինչպես նաեւ այստեղ կարող ենք որոշել նրանց կենսունակության փոփոխությունները։ Լաբորատորիան, որը Լաբորատորիան անցած տարի հոկտեմբերի կառուցվել ամբողջովին Երևանի պետական համալսարանի միջոցներով, իսկ այս սարքավորումները դրանք Բարձրագույն կրթության պետական կոմիտեի կողմից տրամադրված սարքերի ու սարքավորումների արդիականացման դրամաշնորհի շրջանակում են կառուցված սարքերը նոյեմբերից բայց արդեն անգամ ունենք հոդվածներում ներառված աշխատանքներ եւ նախորդ տարվա այս փուլի, այս շրջանի համապատասխան կարող եմ ասել, որ 2 անգամ բացեցել է տպագրության ընդհանուր լաբորատորիա, որտեղ իսկ 24-ին արդեն տեղադրված։ Այստեղ ասենք օրինակ մեզ հետաքրքրում մետաստազի ռոբոկային պրոցեսների մասնակից միացություններ, մենք հենց ջիներիզմում մոլեկուլային մակարդակով կարողանում ենք ներկել, հա, ֆլորեսցենտային ներկելով, ներկում ենք եւ այդ կոմպոնենտները, եթե ինտենսիվությունը բարձր է, ուրեմն շատ է։ Տալիս ենք դեղը, ինչքանով նվազեց, այնքանով ուրեմն կարողանում ենք տեսնել այդ ազդեցությունը վիվայրում։